Բարև ձեզ, Հրապարակ TV-ն է եթերում, ես Հայկ Ալոյանն եմ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք պատերազմի մասնակից հասարակական գործիչ Արման Պետրոսյանին։ Պարոն Պետրոսյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Եվ միանգամից կուզենայի անցնեինք թեմային, բայց դրանից առաջ մի հումորային դիտարկում ձեր արտահայտությունը մեմերի առիթ է դարձել լայն կատակների, երբ որ դուք փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին համեմատել եք հիմա շատ տրենդային լաբուբու տիկնիկի հետ։ Շնորհակալություն հրավերի համար, դե հայտնի է դարձել նենք չկա նշանա ստացել, երևի չկա նշանով ավելի հայտնի կդառնա կամ մականվան հետ կապված։ Իսկ այդ շքանշանը տրվում է ինչի համար։ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների ու երկար տարիների նվիրումի համար։ Դրանից հետո արդեն գալիս է մարտական խաչը։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ հերոսին 5 պակաս տղա է էլի աշխատում արտգործնախարարությունում։ Պարոն Պետրոսյան, ձեր այդ քայլը երկակի մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի մասը համաձայն էին հրաժարվել շքանշաններից պատերազմական գործողությունների ժամանակ դրսևորած արիության համար, մյուս մասը համաձայն չէին եւ ասում էին, որ դրանով ինչ որ առումով ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին, որովհետեւ իրենք էին ասում, պայքարեցին, զոհվեցին հանուն ոչնչի։ Ի վերջո արդյունքը, հա, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական խմբի ոչինչն էր, որովհետեւ կորցրեցինք։ Ինչու այնուամենայնիվ այդ քայլին դիմեցիք, չէ՞ որ այդ շքանշանները մինչև Նիկոլ Փաշինյանն էին սահմանված, բազում տարիների պատմություն ունեին, նաև ձեր անձնազոհությանն ինչ որ առումով արգասիքն էին։ Սկսեմ նրանից, որ մեդալ վերադարձնողների շարքում կային այնպիսի տղաներ, ում գնդակից բազմաթիվ ադրբեջանցիներ են ընկել, ինչը 20 թվականին բոլորը կփաստեն, որ մեծամասնությունը ակառակորդին չի տեսել, լինելով խրամատի մեջ հերթապահություն իրականացնելու ընթացքում նրանք չեն հանդիպել հակառակորդին, կոնտակտ չի եղել այդ պատերազմական լեզվով ասած, իսկ մենք մի քանի անգամ մտել ենք այդ գործողությունների մեջ ու այդ մեդալներով ու շքանշաններով որ պարգևատրվել են տղաները, շատ լավ գիտեն դրա գինը ու գրեթե բոլորից լավ գիտեն դրա վաստակը, թե ինչ է նշանակում ու նաև իմ համար այդ ամենաբարձր արժեքները, ինչը որ ես կյանքում ձեռք էի բերել, այնպես չի, որ մենք վերադարձրել ենք դա, այդ արժեքը մենք արժե զրկել ենք, ոչ, այդ արել ենք նրա համար, որ մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել, որպեսզի սերունդներին չտանք Նիկոլի ստորացուցիչ ստորագրման փաստաթուղթը, այլ սերունդներին կտակենք արժանապատիվ Հայաստան, ովքեր ունակ կլինեն պայքարելու իրենց ինքնության ու ազատության համար, պարարտ հող նախապատրաստենք, հա, սենց ասած։ Այսինքն պայքարի մի ձև է ձեզ համար։ Այո, այդ որ ասում եք, ոմանք ասում են սխալ էր այդ հանձնելը Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում, կաշխատի են պարագայում, երբ որ մենք այդ քայլից հետո չդիմենք պայքարի տարբերակին։ Մենք դրանով մեր ձայնը չենք կտրելու, մենք դրանից հետո ավելի պարտավորված ենք մեզ զգում, որ պետք է շարունակենք պայքարը, քանի որ այս երկրում ու առհասարակ աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր խնդիր պետական մակարդակով այդ քաղաքական հետևանք է, այսինքն լուծումները նաև պետք է լինեն քաղաքական։ Մեր բոլոր անհաջողությունները, մեր այսօր ստորացուցիչ կարգավիճակը գալիս է այդ քաղաքական ղեկավարության որոշումների արդյունքում։ Դրա համար մենք հակակշիռ ենք ստեղծելու այս քաղաքական իշխանությանը, որպեսզի ժամանակի ընթացքում ուղղակի դուրս վռնդենք քաղաքական ասպարեզից։ Իսկ ինչու հիմա, ինչու ավելի շուտ այդ որոշմանը չէիք հանգել։ Ինչը ձեզ հանգեցրեց սրան, ես գիտեմ, որ շատ ծանր է հոգեբանորեն, այո, հրաժարվել այդ պարգևներից։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի վերջի հայտարարությունները իրար ետևից ու քայլերը հանգեցրին դրան, քանի որ ամեն ինչ իր չափ ու սահման ունի։ Նա իր հայտարարության մեջ օգտագործեց 4 հանրապետության տերմինը, դրան հետևեց, որ մեր կատարած այդ պայքարը Հայաստան Հանրապետության ու Արցախի մնալու համար եղել է մոլորություն ու սխալմունք, եւ մենք պետք է գնանք իրական Հայաստանի տարբերակով, Փաշինյանական Հայաստանի ավելի ճիշտ։ Այն իրական Հայաստանի, որտեղ զոհերի հիշատակի օրը
տոնախմբություն է, ֆեստիվալ է տեղի ունենում, անցնում է 6 օր սեպտեմբերի 19-ին Գևորգ Պապոյանի ասած Հայաստանի նոր անկախություն ձեռքբերման օրը, ճակերտավոր, որում իրականում տեղի ունեցել Արցախի հայաթափման գործընթացը վերջնականապես, չեն հիշվում այդ օրերը, այլ այդ օրներ էլի հենց որ Վահան Կոստանյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց առաջի աշճանի շքանշանով, ինչու ոչ նաև մի շարք այլ զինվորականներ կոչումներ ստացան գեներալի էլի բարձր կարգի մեդալներ, բայց զինվորականներ, որոնք այնքան էլ դրական վարկանիշ չունեն, այո, զինվորականների շրջանում, դա էլ ես սենց եմ պատկերացնում, ներկա քաղաքական պատկերացնել որն է, տենց էլ կա, ով կոպիտ ասած իրանց դեմը գլուխը կախում խոնարհում է իրանց քաղաքական նպատակներին, են էլ գնում է պաշտոնի կամ կոչման բարձրացման։ Ինչի համար, որովհետև այդ ռազմական ղեկավարության վերջի հրամանը տալիս են քաղաքական ղեկավարությունը։ Եթե իրենք պատրաստ էին չկատարելու քաղաքական ղեկավարության հրամանը, իրանք չէին լինի տե ու կլիներ այլ տարբերակ կռվի ժամանակ։ Այսինքն կռվի ելքը այլ կլիներ, հնարավոր էր, որ պարտություն չլիներ ճիշտ ղեկավարման արդյունքում։ Այո, կամ այնպիսի իրավիճակի մեջ չենք հայտնվի, ինչպես է այսօր, այդ խաղաղության կեղծ օրակարգը, որ ասում են ու միանգամից եթե ասում ես դա խաղաղություն չի, ասում ուրեմն պատերազմ ես, ուզում այդ երկընտրանքը կարողացել է Նիկոլը Բերիքսի ուղեղների մեջ մտցրել է, որ եթե ես չլինեմ, այդ պայմանագիրը չի կնքվել։ Ուղղակի հեռատես մարդը հասկանում է, որ խաղաղությունը այդ իր օրակարգը մանիպուլյացիա է, որով ինքը ուզում է նորից վերընտրվի ու հանուն այդ վերընտրվելու իր այդ ընկերների միջոցով Էրդողանի ու Ալիևի գալիս է այդ օրակարգին, այսինքն միակողմանի զիջումներ ենք ունենում, ինչը ոչ թե խաղաղության է տանում, այլ պատերազմի, հաջորդ պատերազմի ընթացքն է երկարացնում։ Արման, որպեսզի մեր դիտողները պատկերացում կազմեն, թե դուք ով եք, ներկայացնենք, որ դուք ռազմական գործողությունների մասնակցությամբ մեծ փորձ ունեք, ապրիլյան պատերազմ, 44-օրյա պատերազմ, նաև արցախցի շրջափակման ժամանակ Արցախում էիք ծառայության բերումով եւ արցախցիների հետ նաև ջերմուկի վրա հարձակումն եք կանխել ադրբեջանցիների ու լավ ջարդ եք տվել թշնամուն։ Ձեզ համար, երբ որ այդ օրերին, հա, տոնախմբություն է կատարվում, արտգործնախարարը, որը միգուցե ունի վաստակ, բայց որի մասին ես անձամբ չգիտեմ, դուք չգիտեք, ստանում է այդքան կարևոր շքանշան։ Ինչ եք դուք զգում որպես հայ մարդ։ Այ խոսենք մարդկային ապրումների մասին, հա, որպեսզի նաև հասկանանք, թե ձեր մարտական ընկերները ինչ են զգում, ինչ են մտածում։ Իրականության մեջ, որպեսզի հասկանաս որն է արժեք, որը արժեզրկված, համեմատականներ պետք է տանես։ Օրինակ իմ մարտական ընկերներին Ղազարյան Հովսեփին կամ կյանքի գնով Արցախի հողի համար կռված Մենուա Հովանիսյանին տնես մի նժարին ու սրան մի նժարի, արդեն պարզ կլինի, թե նրանք պայքարել են հողի ազատագրման ու կայունացման համար, իսկ այս մեր ընկերը պայքարել է հողի կորստի համար։ Քաղաքական գործչին կամ պաշտոնյային գնահատում են իր կատարած աշխատանքով։ Այսինքն իր կատարած աշխատանքի արդյունքներն ա եղել, որ մենք միակողմանի տարածքներ ենք զիջել, միակողմանի հիմա նորից շարունակում ենք զիջել, քանի որ Ալիևը հանդես է գալիս թելադրողի դիրքից, որովհետև ինքն է հաղթել ու ինքը հանկարծ փող զիջման գնա, այդ օրվանից իր հաղթանակի միֆը կպայթի։ Մի հավելում էլ անեմ, այդ ջերմուկի հետ կապված որ ասացիք հակառակորդին ջարդ ենք տվել, այդքան էլ իրականության հետ կապ չունի։ Չխաբենք էլի մենք որ Արցախից եկել ենք ջերմուկ, մենք այնտեղ լրիվ ուրիշ իրականության ենք հանդիպել, մի գիշերում մոտավոր ամբողջ երկայնքով 56-57 մարտական դիրք ենք կորցրել, տվել ենք 200-ից ավել զոհ, 300-ին մոտ վիրավոր, ինչը Ճոկատայինների շրջանում հատկապես շատ զոհեր, այո։ Ինչը մեր իրականության մեջ 16 թվականից սկսած բոլոր ռազմական գործողությունների մեջ ամենախայտառակ գիշերն ա մեր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար։ Ու մի քանի օր անց, երբ մենք հասել ենք, այդ ժամանակ դեռ
բնագիծ էլ կազմված չի եղել։ Այսինքն դուք հասել եք այդ կորուստներից հետո։ Այո, մենք հասել ենք այդ կորուստներից հետո, բարձրացել են տղաները, դիրքեր են դրել, ընդ մի դիրք կար, որի դիրքի ավագը աղջիկ էր ու բոլորը հպարտանում էին, որ դասակի հրամանատար աղջիկա, բայց դա ազգի խայտառակությունն է, նախ 1000 Այսինքն անգամ նորամուծության շնորհակալ պատճառով է ենք այդ եղել։ աղջկան, որ ինքը կա, ինքը դուխար է բարձրացել է դիրքը։ Խնդիրը աղջիկը չի, խնդիրը բարեփոխումներն են, այսպես կոչված։ Բարեփոխումներն են ու այն միջին մակարդակը որ նայում ես, ասում ես լավ, ուրեմն ես մեր երկրում տղա չկա, որ աղջիկը պետք է մարտական երթապահություն իրականացնի, ի դրան հավելում ինչի համար եմ շեշտում այդ աղջկան, որովհետև այդ նույն ջերմուկյան դեպքերի ժամանակ մարտական դիրքում, իրական Հայաստանի դիրքում խեղվել է հայ կնոջ, հայ դիրքապահ կնոջ մարմինը, ինչպես նաև բազմիցս նշել եմ, ծնկի եկած անզեն հայ զինվորները գնդակահարվել են էլի իրական Հայաստանի սուվերեն տարածքում։ Նիկոլ Փաշինյանի Ու Նիկոլ Փաշինյանի նշած 18 տարեկան զինվորը։ Արման, սա այլ թեմա է, դրան անպայման կանդրադառնանք, բայց ուզում եմ նորից վերադառնալ ձեր պայքարի մասին, շարունակական պայքարի մասին խոսքին։ Կարող ենք ենթադրել, որ շքանշանների պարգևների հանձնումով դուք ազդարարում եք քաղաքական պայքարի սկիզբ։ Հաշվի առնելով, որ 26 թվականին խորհրդարանական ընտրություններ են, բայց միգուցե ձեր պայքարը այլ միջակայքում եք տեսնում, ոչ քաղաքական։ Խնդրեի այդ մասին մի երկու Մեր պայքարը լինելու է օրենքի սահմանների մեջ, թե օրենքի, թե բարոյական նորմերի, մենք պայքարում ենք արժեքի, արժանապատվության ու հայ մնալու իրավունքի համար, Հայաստանում ապրող հայի համար, ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ հայ ժողովրդի համար, քանի որ այդ թեզն էլ Նիկոլեն կերցնում են մեզ արդեն, որ Հայաստանի ժողովուրդը, դրա տակ մենք լավ ենք հասկանում, թե ինչ նկատի ունի։ Ընդ որում կադաստրի թուղթ չունեցող Հայաստանի։ Ու ընդ իրանց իդեալոգը Մարիա Կարապետյանը ամիսներ առաջ դեռ այդ ամեն ինչը մեզ փաթեթավորված տալիս էր մեդիայի միջոցով, որին հաջորդեց արդեն Նիկոլ Փաշինյանի ելույթները, Հայաստանի ժողովուրդը, դրա մեջ ադրբեջանցի կարա մտնի, դրա մեջ թուրք կարա մտնի, քուրդ մտնի, այս Հայաստանի Հանրապետությունն է, այս Հայաստանի Հանրապետությունը պատկանում է հայ ժողովրդին, պատկանելու է հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, աշխարհասփյուռ հայությունն էլ միշտ մեզանից անպակաս այդ վարած քաղաքականության հետևանքներն են, որ ամբողջ աշխարհով մեկ հայերը կան։ Արման, դուք շատ կարևոր թեմա շոշափեցիք, բանակում բարեփոխումների թեման, որովհետև դիրքապահ կանայք ամեն դեպքում մենք, եթե չեմ սխալվում, չենք ունեցել, այո, կանայք ընդհանրապես դիրք չեն բարձրացել, իսկ պատերազմի ժամանակ երբեք առաջնագծում չեն եղել։ Այո, այդպեսի չգրված օրենք կար, եթե չեմ սխալվում։ Հիմա բարեփոխումների շնորհիվ մի քանի ամիս, այո, հուսամ մի քանի ամիս, ոչ ավելի կարճ, դասընթացներ են անցնում ցանկացող աղջիկները եւ գնում են բանակում ծառայելու հավասարազոր տարիներ շարունակ ռազմական ուսումնասիրանում ուսում առած զինվորականների հետ։ Ինչ խնդիրների ենք մենք բախվել։ Ես գիտեմ, որ դուք այդ խնդիրներին լավ ծանոթ եք որպես զինվորական նաև գործի բերումով։ Ընդհանուր առաջինը հոգեբանական առումով օրինակ բերեմ, մինչև 20 թվականը հայ դիրքապահին, որ ասում էր չես կարողանալու դիմակայել հակառակորդին, այդ իր ուղեղի մեջ չէր տեղավորվելու։ Իսկ 3 Civilnet-ը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ Խարվաճառում ծառայող ականանետային դասակիրանտար սպան պատմում է, թե ինչպես ինքը 23 թվականին զինվորներին միշտ բացատրել է, քաջալերել է, որ 2-3 ժամ պետք է կարողանան դիմադրել, որպեսզի Գետավանի, Չարեքթարի բնակիչները, իրենց ընտանիքները գնան ապահով վայր, որպեսզի չընկնեն, այո, նիշը ստեղ հասկանում եք, ինչքան է իջել, թե ինչի մասին ենք մենք մտածում։ Այդ գալիս է նրանից, որ այդ բարեփոխումները սխալ ուղղությամբ են տանում։ Ես չեմ ասում իրանք գործ չեն կատարում, իրանք գործ են կատարում, ուղղակի սխալ ուղղությամբ։ Պատրաստում են 20 թվականի պատերազմին, որից 5 տարի անցել է, տեխնոլոգիաները զարգացել են, դեռ մենք չունենք դրոնային մասնագետներով հագեցած ստորաբաժանումներ, չունենք լիքը բաներ, այլ ունենք ամրաշինական, չգիտեմ ինչ բունկերներ, որոնք
ընդհանրապես sense ասած գալիք պատերազմներին չեն աշխատելու։ Անպիտան են լինելու, այո։ Այդ եթե դու կանգնես միտեղ մնաս, իրանց համար թիրախ ես դառնում։ Այդ 20 թվականի կռիվն է բարձ ցույց տվել, ինչպես նաև պետք է աշխարհում տեղի ունեցող պատերազմական գործողություններից օրինակ քաղես։ Իսկ օրինակ 1.5 տարով կրճատելու ծառայությունը, այդ առաջարկին ինչպես եք նայում։ 1.5 տարով կրճատելը ներկա պայմաններում 2 տարվա մեջ 25%-ով բանակի թվականակը կրճատում է, դրան գումարած չունեն այնպիսի սոցիալական ծրագրեր բանակում, որպեսզի կարողանան լավ մարդկանցով, ասենց ասած, որակյալ պայմանագրայիններով համալրեն բանակը, այդ նոր կազմավորվող բրիգադները, որպեսզի բանակը ունենա այն տեսքն ու ուժը, որ կարողանա պաշտպանել ունակ գոնե լինելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Չեն լանում, չէ՞ խոսում են միայն պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց դրա ձևավորման ուղղությամբ կարծես թե մի քանի խելացի մարդիկ կոնցեպտը տալիս են, թե իրենք ինչ խոսան, ուղղակի խոսքեր են զուտ։ Այլ որ խոսքը գնար, թե ինչպես պետք է երիտասարդը դպրոցից կամ համալսարանից միանգամից պատրաստված մտնի բանակ ու այն 6 ամիսը, ինչը որ ծախսում է նորակոչիկին պատրաստելու համար, ինքը արդեն պատրաստված գնա բանակ։ Ես կասեի, հա, գաղափար կազմում են, բայց այդ քաղաքական կամքը մենք տեսել ենք իրանց պրակտիկ փորձը ցույց է տվել, որ այդ կամքը իրանք չունեն այդ ամեն ինչը իրագործելու։ Ես ատելությանը դեմ եմ, որ ասում են ով Նիկոլի կողմնա, Ժեխա, զոմբի, այդ մեր հասարակությունն է։ Ամեն մեկը կրթվածության, զարգացվածության մի աստիճան ունի, այդ մարդը տենց է պատկերացնում։ Մենք մեր առաջ խնդիրը դրել ենք, որ նախ այդ մարդկանց պետքա կրթենք, որովհետև այս երկրի առաջ ծառացած համար մեկ խնդիրը կրթությունն է։ Բանակը մեր նախածանցյալ է, ասենց ասած։ Դրանցից ճյուղավորված վերջի կետն է, որտեղ երևում է բաց թողումները, առավելությունները։ Մեր բանակում չկա կրթության բավարար մակարդակ, մեր բանակում երևում է արդյունաբերության մերկությունը, տնտեսության մերկությունը ու մի շարք այտենց քայլեր, որ կարճ ասած մեր բանակին նախ առաջինը անհրաժեշտ է էլիտա ձևավորի։ Յուրաքանչյուր հասարակություն ունի իր էլիտան։ Մեր մտավորականության մեջ էլ էլիտա չկա, մեր հասարակության մեջ էլ էլիտա չկա։ Մեր հասարակության մեջ էլիտաները ածականավորներն են։ Այս ինչի գագոն, այն ինչի գրզոն, մի խոսքով պետք չի մարդկանց պիտակավորել ու սարքել էլիտա։ Նորից վերադառնալով ձեր պայքարին, ունեք հստակ կազմված ճանապարհային քարտեզ, թե որոնք են լինելու այս հերթական քայլերը։ Հիմա դրա մասին հայտարարելը դեռևս շուտ է, քայլեր ձեռնարկվում են, բայց ամեն ինչ իր ժամանակին, որ համով հոտով լինի։ Իսկ քաղաքական ուժերի հետ համագործակցություն ենթադրում եք, թե բացառում եք։ Ներկա քաղաքական ուժերի մեծամասնությունը անցկուսակցություններ են, մեկը մյուսին սպասարկու, Նիկոլ Փաշինյանը իր բերանով ասում է, այս ընդդիմությունը իմ սրտի ընդդիմությունն է։ Այսինքն այս ներկա ընդդիմությունը ազգային ժողովի չի կարողացել հասնել նրան, որ այլընտրանք լինի Նիկոլ Փաշինյանի համար, դա էլ Նիկոլին ձեռ է տալիս։ Պլյուս պրոպագանդիստները Խուրշուդյան Հոսեփով, Ստյոպա Սաֆարյանով, Արամ Սարգսյանով այդ Նիկոլ Փաշինյանի հետևակն են, ընդ ունի նաև լավ մատյան գունդ, էլի կազմված Արման Բաբաջանյանով, որը WhatsApp-ի համարի մասին է, կարևոր հանգամանք նշում, որ Նիկոլն ունի ադրգայը։ Ադի ադրգայը։ Հա։ Այն ովքեր կապված են Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, իրանց այդ համագործակցությունը բացառվում է, քանի որ քանակը որակ չի ապահովում եւ նման կերպարել ասել չի լինի, նման մարդիկ տանելու են զուտ ձախողման, ինչը հիմա լին տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ։ Այնուամենայնիվ մեր ընդդիմադիր հարթակում չկան այնպիսի ընդդիմադիր դաշտում ժողովուրդը մի անգամ փորձեց վստահել 21 թվականին Ռոբերտ Քոչարյանին,
այդ երկրորդ անգամ տեղի չի ունենա, քանի որ վառ օրինակը կա Ռաֆի Հովհաննիսյանի պատկերը 13 թվականի։ Հիմա արդեն նոր դերակատարը փորձում մտնել քաղաքական դաշտ Սամվել Կարապետյանը ազգային բարերար, հեսա քաղբանտարկյալների մասին առանձին խոսենք, էլի, որպեսզի միտքը չկոտրվի։ Ուղղակի այդ մարդկանցից էլ հստակություն չկա, թե իրենք ինչ են ուզում կամ ընդհանրապես ինչ են ասում։ Սամվել Կարապետյանը իրեն նկատի ունեք։ Այո, էլի ձևավորումա անցկուսակցություն, մենք դեմ ենք այդ անցկուսակցություններին, մենք առաջարկելու ենք թիմային աշխատանք, թիմային համակարգ, որպեսզի մեկի հեռանալով կամ դուրս գալով քաղաքական պայքարից այդ ամբողջ թիմը չքայքայվի։ Ավելի պարզ ասած, հասկանում եմ ինչ նկատում եք։ Ռոբերտ Քոչարյանին հանես, տակը բան չի մնում, Սերժ Սարգսյանին հանես, տակը բան չի մնում, Գագիկ Ծառուկյանին հանես, Բարգավաճ Հայաստանից մնում է Հայաստանը։ Դե գոնե նշված մարդիկ ռեսուրսի են դերապետում, որը շատ կարևոր է։ Այ անդրադառնանք քաղբանտարկյալներին, Միքայել Սրբազանին Արմին Մելիքսեթյան անունով դատավորը դատապարտեց 2 տարով ազատազրկման։ Ինչ գնահատական եք տալիս այդ դատավճռին ու ինչով էր Միքայել Սրբազանը այդքան վախենալու այս իշխանությունների համար, ինչու էին այդքան վախենում Միքայել Սրբազանը։ Միքայել Սրբազանին հասարակության լայն շրջանակներ ընդունում էին, խոսքը կշիռ ուներ եւ վտանգ զգալով նրանից, որ կարող է ընդդիմություն ձևավորել ու դառնալ այս հայ հասարակության համար խորհրդանիշ, շատ արագ կանխարգելեցին։ Նույնը ճիշտ է, համատական կարգով ինքը մի քիչ բարձր մակարդակի վրա է գտնվում, որպես հոգեորական, որպես սրբազան, մարդիկ հավատացել են, նույնն էլ ես եմ հավատացել իր այդ պայքարին, դրա համար գնացել եմ վեհարանի մոտ, որպեսզի թույլ չտամ թե իրեն տանեն, թե զենքով մտնեն վեհարան, որովհետև զենքով այնտեղ մտել են պարսիկները, թուրքերը, ռուսները, հայը այնտեղ պետքա չմտնի։ Զենքով, այո։ Ունենք մոտ 19 քաղբանտարկյալներ, այնտեղ Բագրատ Սրբազանը, Վահագն Չախալյանը, Պատերազմի հերոսների ծնողներ, այո, գնդապետ Մաղսուդյանը Միրան, դե Լիամ Անթաշյանը, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով երկրորդ հայ միլիարդատերն է, սենց ասած, ով գտնվում է բանտում, նա գտնվում է Հայաստանի բանտում, Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում։ Այդ հետևանքն է մեր քաղաքական ղեկավարության ապաշնոր կառավարման։ Ինչպես հակազդել դրան։ Ինչը կզսպի։ Ինչը կզսպի։ Այսօր Նիկոլ Փաշինյանին զսպող միջոց կարող է լինել միայն արժեքների հետևից գնացող քաղաքական խմբավորումը։ Այդ կլինի մի քանի կուսակցությունների պայքար, բայց ես դաշտում չեմ տեսնում 1-2 կուսակցությունից ավել կամ խմբերից ուժեր, որոնք պատրաստ են ու նաև արժեք են կրում։ Այդ առումով շատ մեծ աշխատանք կա տանելու, ինչը հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը 7 տարիների ընթացքում կարողացել է լավ քանդել։ Ինքը լավ կարողանում է փչացնել ամեն ոլորտ, սկսած բանակից, կրթությունից վերջացրած։ Եվ հետևաբար որքանով է հավանականությունը, որ կձևավորվի այդ ընդդիմության օջախը, միավորումը կլինի վերջո, որ կարողանա հակազդել Փաշինյանին, ինչպես շատ փորձագետներ են նշում, բռնատ իրական ռեժիմին։ Դե ինքը ընդունել է այն հասկացությունը, որ ամենաուժեղ դիկտատուրան է ժողովրդավարությունն է, բառից բուն իմաստով է ինքը հասկացել, բայց դրա նրբությունները չի գնահատել, էլի։ Հաշվի չի առել, հա։ Հիմա ինքը ասում է միայն ես եմ միակը եւ ճշմարիտը։ Հերետիկոսներին ինկվիզիցիայի ենթարկող կաթոլիկ ինչ որ հոգեորականի դերակատարություն է տանում, էլի, եթե մեր հետ չես, ուրեմն Աստծուն դեմ ես։ Այդ վիճակն է։ Խարույկի վրա Աստված էլ ինքն է երևի։ Դե ինքը սիրում է, չէ՞, համեմատականներ տանել իր ու Քրիստոսի միջև։ Եւ ամփոփելով մեր զրույցը չենք կարող չանդրադառնալ այսպես կոչված խաղաղության օրակարգին, ինչ որ խաղաղության պայմանագրի նախաստորագրված ուշագիր եւ այլն։ Այդ ֆոնին Ալիևը շարունակում է տիրոջ տոնով խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, որը կնշանակի Հայաստանի Հանրապետության վերջը ու նաեւ Արևմտյան Ադրբեջանի, այո, ծնունդը
Ինչ եք կարծում, այս պահի դրությամբ ռազմական ելքով հնարավոր է Ադրբեջանը որոշի միջանցքը կյանքի կոչել, որպեսզի հերթական էքսքյուզը տա Փաշինյանին, Փաշինյանն ասի, տեսեք, դուք ասում եք, չենք տա միջանցք, ադրբեջանցիները պատերազմեցին ու պատերազմով վերցրեցին միջանցքը։ Այդ 21 թվիներ, 22 թվիներ, որ 23 թվիներ, մինչև որ Ալիևը որոշում էր ռազմական գործողությունների միջոցով մանիպուլյացիայի ենթարկել եւ ստիպել, սակայն հիմա ինքը խելացի ղեկավար է Ադրբեջանի համար, հաղթող պետության ղեկավար է ու ինքը անուղեղ չի, որ անգամ մի կրակոց հարցակի այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը խելոք ամեն ինչ կատարում է իր համար։ Նա հեռատես գործիչ է ու այդ ամեն քայլը կարողանում է ճիշտ վաճառել Նիկոլի վրա, Նիկոլն էլ վաճառում է ժողովրդի վրա, ասում է, տեսեք, տարի քանի ամիսա չեն կրակում։ Ջերմուկյան դեպքերը ինչի համար կանգնեցին, դրա գինեն էր, որ 20 քանի օր հետո հոկտեմբերի 6-ին 22 թվականին Պրահայում հայտարարեց Արցախը Ադրբեջան է։ Աշխարհում միակ ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որ սեփական ժողովրդին պատերազմի միջոցով վախացնում է, ասում է, պիտի տան, որ կռիվ չլինի։ Կիրանցից ոսկեպար ընկած հատվածի գյուղերը վառ օրինակ։ Միակողմանի զիջում, դրան հավելում Արարատ Միրզոյանն էլ բացեիբաց տեքստով ասում է, որ մենք դեռ ունենք վերահսկողություն ադրբեջանական տարածքների վրա, որոնք սահմանազատման ու սահմանագծման միջոցով վերադարձվելու են իրենց տերերին։ Այսինքն դեռ զիջումներ են։ Սպասենք նոր զիջումների։ Այս մարդիկ չեն կարողանում անգամ իրար այդ տերմինոլոգիան պայմանավորվել, թե ինչ խոսան եթերով, որ տարաձայնություն տեղի չունենա։ Այսինքն մեկը միջանցք ասում, մեկը Թրամփի ուղի ասում, մյուսը խաղաղության խաչմերուկ ասում, բայց փորձը ցույց է տալիս, որ մի հատ պետքա տենանք, թե հակառակորդ պետության ղեկավարն ինչ է ասում, քանի որ ինքն է թելադրողը ներկա իրավիճակում, քանի Հայաստանի Հանրապետության ղեկին նստած է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը մեր պատմության մեջ մտել է որպես հանձնող կերպար։ Եվ վերջին հարցը, կստացվի Նիկոլ Փաշինյանին միջև վերջ հասցնել իր ծրագիրը։ Դե եթե մենք մեր գլուխները մտցնենք հողի տակ ու ջալյամի քաղաքականություն վարենք, կկարողանա, բայց քանի որ այս երկրում դեռ կան մարդիկ, ովքեր պայքարելու են հայի ինքնության համար ու արժանապատվության համար, այդ ես միանշանակ համոզված եմ, որ իր մոտ չի ստացվելու։ Ու վախի մթնոլորտը չի ազդի, ձերբակալելը, Փարաքարի համայնքապետի սպանությունն է տարբեր մեկնաբանությունների առիթ տալիս, արդյոք այս ամեն ինչը ճշտող գործիչի հանդիսանում, նույն Միքայել Սրբազանի ձերբակալությունը։ Ես համոզված եմ, որ այս երկրում միակը չեմ, ով դժվարություն տենալուց ավելի է ոգեշնչվում։ Ինձ ձերբակալել են, կալանավորել են, պայքարի համար սադրել են, ճնշել են, բայց այդ ամեն ինչը ինձ չի ընկճում։ Մեծականակ հակառակորդի դեմ ենք դուրս եկել, այդ ամեն ինչը մոտիվացրել է, այո։ Ու եթե այնտեղ պատվով դուրս ենք եկել, սրանց դեմ հաստատ պատվով դուրս են գալու։ Ու այդ ամեն ինչը չի հաջողվելու ոչ Նիկոլին, ոչ Ալիևին այս երկիրը ծնկի բերելու։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ մենք կունենանք զսպման միջոցներ, կունենանք կայուն անվտանգություն, որի վրա հարձակվելու դեպքում հակառակորդը նախ եւ առաջ մտածելու է, որ իր վնասները լինելու են անհամաչափ շատ ու յետականգնելու այդ մտքից։ Միակողմանի զիջման տարբերակով խաղաղության օրակարգ չի լինելու Հայաստանում։ Շատ կարևոր է նաև Արցախի օրակարգի հարցը։ Դուք ձեր ընկերների հետ քննարկել եք, թե ինչ տեսանկյունով եք մոտենալու այդ հարցին կամ որն է այդ հարցի նկատմամբ ձեր տեսլականը։ Այդ Արցախի հարցը իմ համար ամենացավոտ հարցերից է, քանի որ այդտեղ ես զգացել եմ այդ ազատությունից զրկվելու համը, ասենց ասած, երբ որ սեպտեմբերի 29-ին դուրս եմ եկել 23 թվականին Արցախից ու չեմ ուզում եւս մեկ անգամ կրկնվի այդ Հայաստանի պարագայում, վերադառնանք Արցախի թեմային, Արցախ վերադառնալը հիմա ես համարում եմ անիմաստ ու ոչ էֆեկտիվ, ինչի համար, եթե Արցախ վերադարձան առանց Արցախի ինքնորոշման Ադրբեջանի տարածքից դուրս, եթե լինի տարածքի դուրս, սենց ասած Ադրբեջանի,
ես համաձայն կլինեմ, բայց Այսինքն նախկին կարգավիճակով։ այո, եթե պետքա լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու ստանան Ադրբեջանի անձնագիր, այդ ի՞նչ է նշանակում։ Մենք մեր երիտասարդներին, ապագա զինվորներին ուղարկում ենք Ադրբեջանի կազմ, ստանալ անձնագիր ու ծառայել Ադրբեջանի բանակում։ Այդ դուրս է գալիս, մենք մեր հայրենակցին ուղարկում ենք, որպեսզի հետագայում պայքարի մեր դեմ։ Ստե պոպուլիստական ոչ մի բան պետք չի ասել, ռեալ պետքա գնահատել, որ հասնենք այն մակարդակին, կարողանալով լուծել Արցախի հարցը։ Արցախահայերին հիմա պետք է մենք մտածենք ստեղ ոնց արժանապատիվ ապագա ապահովենք, որպեսզի նրանք հայաստանցի ղարաբաղցի տարբերությունը չզգան, քանի որ ես Արցախում արժանացել եմ մեծ ընդունելության, գուրգուրանքի, քնքշանքի, սենց ասած այդ բլոկադայի ամիսներին ինձ շատ լավ են վերաբերվել, շատ լավ են պահել ու այդ կրկնապատիկ, քառապատիկ մենք պետքա իրանց տեղ ցուցաբերենք, որպեսզի իրենք չթողեն ու չհեռանան մեր երկրից։ Հասկանան, որ իրենք իրենց հայրենիքում են, ուղղակի ուրիշ անկյունում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր պատերազմի մասնակից հասարակական գործիչ Արման Պետրոսյանը, ես Հայկ Ալոյան եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։